Ադրբեջանն ինքը պիտի տարածքներ վերադարձնի, ըստ էության հակադարձելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարժ Քոչարյանը, Armenpress-ին տված մեկնաբանությամբ շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փուլային միայն մեկ տարբերակ գոյություն ունի, այն է Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, վերադարձնում դեռևս իր օկուպացիայի տակ գտնվող Ղարաբաղի տարածքները եւ դիմում Ստեփանակերտին միջպետական սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ։ Փոխարտգործնախարար Քոչարյանն ընդգծել է, որ ապրիլին ագրեսիա կրկնելու Ադրբեջանի փորձից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ եթե Ադրբեջանը հրաժարվում է փաթեթային կարգավորումից, ապա միակ լուծումը սա է։ Մինչդեռ Լևոն Տեր-Պետրոսյանը հավաստիացրել էր, թե բանակցային սեղանին դրված է տարածքների դիմաց Ղարաբաղին կարգավիճակ տալու փուլային տարբերակը։ Զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել, ոչինչ չես զիջում, կորցնում ես ամեն ինչ, որպես այդպիսի լուծման հիմնավորում բացատրել էր ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը։ Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր տարակուսանքով արձագանքեց Տեր-Պետրոսյանի ելույթի համար ընտրված ժամանակահատվածին։ Արդյոք պատեհ պահն է ապրիլյան պատերազմից հետո, երբ որ ընթացող դիվանագիտական գործընթացը բացառապես բանակցություն է բանակցությունները սկսելու մասին, խոսել այն հնարավոր կարմիր գծերի մասին, որ Հայաստանը ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի կարող է իրեն թույլ տալ։ Արդյոք պահն է, այսպես ասած, հարսանիքից առաջ որոշել թոռան անունը։ Բացի այդ, արդյոք այդպիսի դիրքերից պիտի վերադառնա բանակցություններին պաշտոնական Երևանը, հարցնում էր Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցության փոխնախագահը։ Ռադիկալ համարվող ընդդիմությունը գեոպոլիտիկ տեսակետից փորձում է ավելի ճկուն ու այսպես ճակերտավոր ասեմ, բարիշող հանդես գալ, քան իշխանությունը։ Արդյոք պահներ եւ արդյոք աշխարհաքաղաքական տեսակետից երկրի քաղաքական վերնախավը ընդդիմություն թե իշխանություն այսպես պետք է դիրքավորվի, որպեսզի Հայաստանը ամենաուժեղ ձևով խոսի աշխարհի հետ Ղարաբաղի մասին։ Դիտարկմանը թե Սերժ Սարգսյանն ինքն է ասել, որ պատրաստ է եղել Կազանում ստորագրել տարածքների զիջում ենթադրող փաստաթուղթը, Աշոտյանը միևնույն է վկայակոչեց Շավարժ Քոչարյանի խոսքերը։ Ավել խոսել այս օրակարգի մասին չեմ ուզում նպաստել այս պարագայում ոչ մեր քաղաքական օրակարգի առաջ խաղացմանը։ Խաղաղությունն անհնար է առանց ուժեղ պաշտպանական համակարգի, Տեր-Պետրոսյանին նախորդին հակադարձել է պաշտպանության նախարարը, հույն զորավար Պերիկլեսին մեջ բերելով։ Հնարավոր պատերազմի վտանգին չի կարելի վախվորած կամ ամոթխած վերաբերել։ Վիգեն Սարգսյանը խոստանում է հետագայում հանգամանալից պատասխանել ընդդիմադիր առաջնորդին, առայժմ կենտրոնանալով առաջին նախագահի այն խոսքերի վրա, թե հակառակ ռազմաշունչ հռետորաբանությանը Իլհամ Ալիևին համարում է ռացիոնալ մտածող պետական գործիչ, որն ընդունակ է համաչափ քայլ կատարել խաղաղության հաստատման, նաև հենց իր սեփական ժողովրդին խիստ անհրաժեշտ ուղղությամբ։ Իմ համար շատ զարմանալի է այն գնահատականը, որ տրվել է մեր հարևան երկրի ղեկավարին, որը ոչ շատ ոչ քիչ համարում է աշխարհի հայությունը Ադրբեջանի թիվ 1 թշնամին, իսկ Երևանը պատմական ադրբեջանական հող, եւ այդ ֆոնին գնահատել իրեն որպես պրագմատիկ, adekvat պետական գործիչ, կարծում եմ, որ որոշ առումով շեղում է իրականությունը։ Պացիֆիզմը լավագույն գործընկերը չէ, երբ երկիրը պետք է պատրաստ լինի իրեն թելադրվող ռազմական արկածախնդրություններին, ամփոփել է Վիգեն Սարգսյանը։